Ռեկ, սենց են չէ անում ինչ-որ, հենց տենց էլ նումա, սաղ սենց են։ Ես նրան ասել եմ, այո։ Ունենք, վսյա չէ, ունենք։ Ես հասկանում եմ, որ անհետաքրքիր է իմ հետ, դա, բայց սենց ցույց տալ, որ անհետաքրքիր է։ Լավ չխանգարեմ ստեղծագործական պրոցեսին։ Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն։ Սենց, ես բերեբոր չեմ ասել։ Հիմնականը այդպիսի դերել են, որ եկա բարև ձեզ գնացի։ Այդ կարգի դերել են, դե տանից էլ եմ նաև եկել, իմ ընտանիքում եղել է այդ սերել, ինձ տարել են միշտ ասենք թատրոն ներկայացում դիտելու, հետո շատ հաճախակի է եղել, էլի զուտ ոչ թե աբոնեմենտ տարբերակներով, այլ շատ հաճախակի են տարել, ներկայացումներ էի տանա կազմակերպում, ոնց որ Կոստանդին Սերգեևիչ Ստանիսլավսկին, իրոք իր մանկություններն է տենց գնացել, ներկայացումներ էի բան, տնային թատրոն էի հորինել իմ համար, էլի փոքր հասակից, ու տենց մամայից ծաղիկներ էի բաժանում արհեստական, տոմսեր էի սարքում, սենց գրում էի վրեն կարգ տեղ բանման, ասենք բազմոց 2 տեղ բան, սենց մորակույրս բան, սա գալիս են, իրենց բաժանում էի տոմսերով բանով, ու ներկայացումը սկսում էի, էլի ոնց որ համ իմ մասնակցությամբ, համ տիկնիկների այդ հնարքներով, որ լուստրայից թելը գցածա տիկնիկը կապած է ինքը բարձրանում, վերջում էլ ասենք յոլկաներ էի անում, ձմեռ պապի իջնում էր վերևից, ման, ինչ-որ սենց բաներով, միշտ ցանկությունը եղել է, սերը եղել է դեպի արվեստը, գրականությունը, պոեզիան։ Մեծագույն վաղ վիճակվել սովորել Աշոտ Ղազարյանի մոտ, դա իմ կյանքի են լավագույն տարիներն է եղել, որտեղ ինձ կոտրել են, ու ասել են դու դերասան չես դառնալու երբեք, ես շնորհակալ եմ իրենց, ձեզ շատ շնորհակալ եմ, երեխա եմ էլի, ասենք իրենց մոտ սովորել ու կոտրված եմ այն մտքով եմ, որ կյանքում ես դերասան չեմ դառնալու, բայց հետո իմ մոտ ուժ եմ վերագտնում, ծնողներիս օգնությամբ, ես հավատում եմ ինձ, ու գործերս տալիս եմ թատերականի 0 կուրս։ Գալիս եմ այդ կոտրվածությունը այնքան թեթև էր իմ վրա նստել, որ 0 կուրսի մի քանի ամիսը ես էլի կոտրված էի, բավականին թեթև էր, ու 3 տարի 4 ամիս 3 հա ճիշտ է, ու այդ ժամանակահատվածում ոնց որ Դավիթ Հակոբյանը բախտ վիճակվեց, որ լինի ինձ ոնց որ ուղեցույցը, ինձ ճամփացույց տվողը, ու մի օր հենց ստացվեց, որ շատ կոնկրետ իմ հետ խոսեց դրա շուրջ, որ ասեց տղա ջան, եթե բան չի, դու вообще մի արի էլի ստեղ, ու այդ մի օրն էր էլի, այդ մի օրն էր, տեսեք ոնց որ ասում եմ կոտրել ու կոտրել կա, մարդկա կոտրում է պրոֆեսիոնալ ձևով, 3.5 տարի է տևում, իսկ մարդկա կոտրում է մի օր է տևում, ասում տենց մի կարողացեք էլի ինձ կոտրել, կարճ ասած Դավիթ Հակոբյանն ինձ ասեց այդ ամեն ինչը, դա իմ մեջ մի օր է տևել, որ ես գնամ մտածեմ, ու մտածած էտյուդով, փորձած էտյուդով արդեն եկել ներկայացել եմ ինստիտուտ փորձին, ու ասել եմ ես ունեմ էտյուդ, ես սկսեցի իմ մեջ ուժ գտնել, որտեղ ոգևորություն էր տալիս, այդ մարդը ինձ ոգևորում էր, այդ մարդը բերում էր ինձ նրան, որ ես իմ մեջ իմ հավատը վերականգնեցի, էլի, այսինքն ես հավատացի, որ ես կարող եմ ինչ-որ մի բան անել, փոքր, բայց մի բան կարող եմ անել, մի քիչ բարդ է, էլի, հաշվարկի հետ դրա համար եմ, էլի, թատերական ընտրել, ուրեմն հավաքում էին Արմեն Մելիքսեթյանը, հավաքում էր Նարեկ Դուրյանը, Սամսոն Ստեփանյանը և Արա Երենջակյանը, ավելի կոնկրետ Սամսոն Ստեփանյանի մոտ էի ուզում, ես լինեի զուտ, իմ տեսածով, իմ ճանաչածով, բայց հեռակա էլի, երբևիցե կյանքում չէի շփվել այդ մարդու հետ, իմ ճանաչած դերասանի մոտ էի ուզում լինեի ես, վարպետի մոտ, ու այդպես ինստիտուտում մենք բավականին տարբեր բաներ ենք փորձել, այսինքն ներկայացումների թեկուզ առումներով ես մենակ չեմ մնացել կուրսի ներկայացումներով, ես բավականին տեղեր գնացել, խաղացել տարբեր կուրսի երեխաների մոտ ռեժիսորների, ովքեր որ բեմադրում էին, իրանց մոտ գնացել եմ, փորձվել եմ, էլի, այսինքն իրենց հետ, շատ լավ էր այդ ընթացքը, որ ես բեմում էի ու խաղում էի, անընդհատ խաղում էի, մեծ փորձ տվեց ինձ,
Մեծ փորձ տվեց, հետագայում արդեն հենց ինստիտուտը ավարտեցի, ընդունվեցի արդեն կամերային երաժշտական թատրոն, մեծ սիրով կուզենայի լինեի նաև Մալյան թատրոնի դերասան կամ Մալյան թատրոնի դերասան, օրինակներից մեկը, շատ մեծ սիրով, որովհետև ինձ դուր է գալիս ամեն ինչի ինչ այնտեղ անում են իրենք, ինձ է դուր է գալիս, իմ տեսածը նկատի ունեմ էլի ամեն ինչ ասելով, նաև այս շրջանում շատ է դուր գալիս հիմա համազգային թատրոնը, որը որ շատ մեծ տեմպերով ու լավ քայլերով գնում է դեպի, չգիտեմ ուր, շատ լավն է։ Պարոն Ստեփանյանի ողջ կյանքում մեր հանդեպ արած քայլերը այդ են ցույց տվել, որ ինքը միշտ տրամպլին է փորձել ստեղծի իր հնարավորությունների սահմանում, որ մենք գնանք, բացվենք, փորձվենք, տեսնենք։